Երկու օր առաջ կառավարության նիստում տարի հունվար ապրիլին նախորդ տարվա հունվար-ապրիլի նկատմամբ զբոսաշրջությունը Հայաստանում 34%, պատկերացնեք, 34% աճ ա ունեցել, եւ երբ որ էկոնոմիկայի նախարարը ինձ ուղարկել է թվերը, ասում եմ պարոն Պապոյան, ասում եմ լսի, այս թվերը ճիշտ են, 34%, ընդ որում ապրիլի նկատմամբ 39%, ինչը նշանակում է, որ աճը արագանում է, ասում եմ պարոն Պապոյան, ասում եմ լսի, այս թվերը ճիշտ են, դե ասում հա, սովորական մեթոդը ոչ մի բան չի փոխվել, ոնց որ նախորդ տարին միշտ է եւ կարեւոր միջազգային ստանդարտը է դա տուրիզմի հաշվարկի, եւ վերջը մի քանի անգամ ստուգելով կառավարության նիստում հրապարակեցի, եւ այսօր մտնում ենք Գորիս եւ պատգամավորը մեր պարոն Խաչատրյանը ասում է, որ Գորիսում ասում է հյուրանոցներում տեղ չկա, ասում եմ լավ, այն ամենայնիվ պատգամավորը ասում, եւ երբ որ առաջին իսկ պատված հյուրանոցի դրան դիմաց ըստ ամենայնի հյուրանոցի կամ աշխատողեր կամ սեփականատերեր ասցի ճիշտ է, որ հյուրանոցներում տեղ չկա, եւ ասցին հա, եւ ես շատ ուրախ եմ եւ ուզում եմ ասեմ շնորհավորում եմ մեզ բոլորիս այդ առիթով եւ ուզում ենք որ Գորիսի վերածննդին միած ծափահարենք, որովհետև Գորիսը իրոք վերածնվում է, ու դա մեծ երջանկություն է մեզ համար, մեծ ուրախություն է մեզ համար։ Ժողովուրդ, որովհետև մենք պետք է առերեսվենք, մենք պետք է խոսանք, մենք շատ դժվար ճանապարհ ենք անցել իրար հետ։ Ընդ որում այդ ճանապարհը մենք անցել ենք եւ այդ ճանապարհի մենք շատ բարդ որոշումներ ենք կայացրել, որովհետև մենք նաև վերջին տարիներին 18 թվականից ի վեր մենք անընդհատ ուզեցել ենք հասկանանք ինչա մեզ հետ տեղի ունենում, եւ որտեղ մենք պետքա փնտրենք մեր ապագան, ինչ բանաձևի մեջ պետքա փնտրենք մեր ապագան, եւ մենք գնացել ենք իմիջիալոց 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով մենք գնացել ենք խաղաղության հետևից, որովհետև 2021 թվականի խորհրդարանական ընտրություններին մենք ուրիշ ծրագրով մտել ենք, ուրիշ ծրագրով դուրս ենք եկել, որովհետև երբ որ մենք եկել ենք մարդկանց հետ շփվել ենք, ես 21 թվականի ընտրությունների այդ բանն եմ հիշում, երբ որ մարդկանց միջով անցնելիս ես անդադ մի բառ էի լսում խաղաղություն, այո մեր ընդդիմադիրները մեզ շատ քննադատում են, ասում են որ 21 թվականի ծրագրի մեջ եղել է Շուշիի դեօկուպացիա, Հադրութի դեօկուպացիա, եղել է Ղարաբաղի անկախություն եւ այո եղել է ժողովուրդ ջան, եղել է եւ դա նրա մասին է, որ մենք այդ գաղափարների մեջ ենք եղել, մենք այդ գաղափարներին նվիրյալ ենք եղել, մենք այդ գաղափարներին հավատացել ենք, բայց ես մեր կուսակցության համաժողովում էլ ասացի, ես մայրերին մեր անվանեցի սնուցող մայրեր, ովքեր նախընտրական շրջանում մեր ամբողջ քաղաքական պատկերացումը փոխեցին, որովհետև ես հիշում եմ 21 թվականի հանրահավաքի շարքերը, ես իմ ականջին անդադ լսում եմ խաղաղություն, եւ մենք կենտրոնացանք խաղաղության վրա, եւ այս սցենարը, որով մենք գնացել ենք ժողովուրդ, հավատացեք, միակ ճանապարհն էր, որով խաղաղությունը հնարավոր էր։ 2024 թվականին ես ինձ համար ծանր չափազանց ծանր որոշում եմ կայացրել եւ հրապարակային հայտարարություն եմ արել։ Ես ասել եմ ժողովուրդ, մենք պետքա դադարեցնենք Ղարաբաղյան շարժումը։ Սա ծանր որոշում է եղել ինձ համար այդ թվում անձնական առումով, որովհետեւ ես քաղաքականությամբ զբաղվել եմ Ղարաբաղի շարժման բերումով։ Ես 8-րդ դասարանում եմ եղել 88 թվականին եւ Ղարաբաղյան շարժումն է, որ ինձ առաջին անգամ բերել է քաղաքականություն։ Բայց ես էլ եմ ասում, եկել է մի պահ, որ ես հասկացել եմ, որ մենք թակարդի մեջ ենք։ Ես ուղիղ անկեղծ նայել եմ իրականությանը եւ հասկացել եմ, որ մենք թակարդի մեջ ենք։ Շատ է խոսվում 2018 թվականի ընթացքում, 18 թվականի իրադրությամբ բանակցային իրավիճակի մասին։ Այդ բանակցային իրավիճակը, երբ որ ես բանակցային իրավիճակին ծանոթացել եմ, ես հասկացել եմ մի բան, որ այդ բանակցային թղթերով Ղարաբաղի հարցը վաղուց լուծված եւ փակված է 1996 թվականի Լիսաբոնի գաղաթաժողովի տրամաբանությամբ։
Այդ թղթերը հրապարակված են, հիմա գաղտնիք հետ չկա, խնդրում եմ բացեք նայեք։ Ես հասկացել եմ, որ Ղարաբաղի հարցը վաղուց լուծված է եւ փորձ է արվում լուծել Հայաստանի հարցեն տրամաբանությամբ, որ Հայաստանը դառնա մարիոնետային պետություն, դե յուրե, եթե նույնիսկ լինի դե ֆակտո անկախ պետություն չլինի։ Եվ ես հասկացել եմ, որ մենք թակարդից պետք է դուրս գանք։ Իսկ թակարդից դուրս գալու մի ճանապարհ կար։ Գնալ անկախության եւ պետականության հետևից եւ մենք գնացել ենք անկախության եւ պետականության հետևից։ Եվ մենք այսօր ընտրությունների եկել ենք, այս ընտրությունները շատ կարեւոր է, ժողովուրդ ջան։ Ընտրությունները դատ են։ Եվ մենք եկել ենք մեզ հանձնելու ձեր դատին։ Ցանկացած որոշում, որ ժողովուրդը կկայացնի, մենք հնազանդ ենթարկվելու ենք այդ որոշմանը։ Դատեք մեզ, որովհետև դուք ամեն ինչ բացարձակապես գիտեք։ Դուք գիտեք մեր ձախողումները, դուք գիտեք մեր բացթողումները, դուք գիտեք նաև մեր հաջողությունները եւ մեր ձեռքբերումները։ Եվ այսօրվա մեր ամենամեծ ձեռքբերումը այդ խաղաղությունն է։ Որովհետև գիտեք ինչ, 30 տարի մենք լսել ենք, որ Սյունիքը վտանգի տակ է, որ Սյունիքը վտանգի մեջ է, հիշում եք Գոբլի պլան, չգիտեմ ինչի պլան եւ այլն եւ այլն։ Ես ուզում եմ ասել հետեւյալը, որ 2025 թվականի օգոստոսի 8-ի համաձայնություններով Սյունիքի հետ կապված, եթե նույնիսկ հարցեր եղել են, այդ բոլոր հարցերը լուծված են։ Եվ Սյունիքի անվտանգությունը երաշխավորված է։ Սյունիքի հետ կապված որևէ հարց չկա։ Սյունիքում միակ հարցը, որը կա, հետևյալն է, հասնելու է Սյունիքը այդքան հյուրանոցներ կառուցի, որ այդքան զբոսաշրջիկ ընդունի։ Հասնելու է Սյունիքը այդքան Էսա ճանապարհներն են բացվելու, թրիփ նախագիծն է գոյություն ունենալու։ Սյունիքը հասցնելու է, որ այդ բարեկեցությունից իր բաժինը ստանա։ Ուրիշ որևէ հարց չկա Սյունիքի հետ կապված։ Սյունիքի հետ կապված մի հատ ուրիշ հարց էլ կա, որը բայց էլի մեկը լուծված է։ Մենք գիտենք, որ կա նաև Հայաստանի Հանրապետության տարածքների խնդիր։ Ձեզ հայտնի տարածքների խնդիր, որը մեծ հայտնի իրադարձություն է։ Մենք ասում ենք, որ Հայաստանի Հանրապետության ընդհանուր առմամբ շուրջ 200 քառակուսի կիլոմետր տարածք օկուպացված է, բայց իմիջիայլոց ասեմ ձեզ, ես այս վերջերս լսեցի, որ ընդդիմությունը ասում է, որ 200 քառակուսի կիլոմետր տարածքը մեր ժամանակ է օկուպացվել։ Ոչ։ Այդ 200 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում է Արցախաշենը, Դավուշի մարզի էլի հատվածներ, որոնք 90-ական թվականներից այդ կարգավիճակով են, բայց ես այդ հարցն եմ համարում լուծված, ինչու, որովհետև Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգով այդ ընդ որում ստորագրվել է եւ վավերացվել է երկու երկրներում ունի բարձրագույն պարտադիր իրավաբանական ուժ։ Այնտեղ գրված է, որ սահմանազատման հիմքում ընկած է Ալմատեի հռչակագիրը։ Սա գիտեք ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքը ճշգրիտ նույնական է խորհրդային Հայաստանի տարածքի։ Այս քարտեզը դրա մասին է եւ դրա համար է։ Եվ հաջորդ բանը, որը մենք ուզում ենք ասենք, որ ժողովուրդ ջան, մենք պետք է դադարենք հայրենիքի մասին երազելուց։ Մենք պետք է դադարենք ավելի մեծ հայրենիքի մասին երազելուց, որտեղ Հայաստանի Հանրապետությունը մեր երազած հայրենիքն է։ Մեզ հայրենասիրության ստալինյան մոդելով անընդհատ փորձել են հայրենիքներ փնտրել տալ Հայաստանից դուրս, այնքան որ Հայաստանից դուրս, որ մենք չխաղաղվենք, որ մենք այդ պանդուխտի վիճակից դուրս չգանք, անընդհատ մեզ թվաց, պետք է էլի գնանք, էլի ինչ-որտեղ գնանք, փնտրենք, էլի ուրիշ հայրենիք, մենք ասում ենք հայրենիք փնտրելու այլևս, որովհետև Հայաստանի Հանրապետությունը մեր երազանքների հայրենիքն է, մենք այլևս պանդուխտ չենք, մենք այլևս գաղթական չենք, մենք այլևս ունենք տուն իդեմս Հայաստանի Հանրապետությունով եւ Ղարաբաղի հայերով, Հայաստանի հայերով, աշխարհի բոլոր հայերով պետքա տնավորվենք մեր տանը Հայաստանի Հանրապետությունում, էսա մեր գաղափարախոսությունը։ Հաջորդ խնդիրը ուզում են ասեն, մենք երկար ժամանակ ունեցել ենք ընկալում, թե Հայաստանի Հանրապետությունը փոքր է մեզ համար, փոքր է։ Մեր հայ ժողովրդի
կենսական զարգացման եւ հայ ժողովրդի տաղանդի եւ ընդհանրապես բարեկեցության իրացման համար փոքր է։ Մենք բոլորս ենք եկեք խոստովանենք, ես եմ դեռ մտածել որ Հայաստանի, որովհետեւ ես էլ ձեր բան նույն դպրոցն եմ գնացել, նույն լուրերն եմ նայել, նույն գաղափարաբանությամբ ես իմ մտադրությունը ես խնձորեսկում ես մտայնությունը փոխվեց, երբ որ ես զրուցում էի Սինգապուրի վարչապետի հետ։ Զրուցում էինք, մեկ էլ այդ մարդը իմ ասածին սենց արձագանքեց, ասեց հա դե դուք մեծ երկիր եք, ձեր պրոբլեմներն է համապատասխան մեծ են։ Ես տեղից վեր թռա, որ Սինգապուրի վարչապետը ինձ ասում է դե դուք մեծ երկիր եք։ Դուք Սինգապուրի մասին լսել եք ժողովուրդ պետություն։ Իսկ չեք լսել երեխեք, կլսեք։ Երեխեք չեն լսել Սինգապուրի։ Սինգապուրը այսօր աշխարհի ամենաբարեկեցիկ եւ ամենազարգացած երկրներից մեկն է։ Բայց երբ որ Սինգապուրի վարչապետը ինձ ասեց, որ մենք մեծ երկիր ենք, ես հաջորդ գործողություն իրան ճանապարհելուց հետո մտա Վիկիպեդիա, նայեմ թե Սինգապուրը ինչքան է տարածքով։ Ինչքան կլինի տարածքով Սինգապուրը ձեր կարծիքով։ Պարզվեց Սինգապուրը Սևանա լճի կեսից մի քիչ ավելի մեծ։ Հասկանում եք, Սևանա լիճը 1200 քառակուսի կիլոմետր է, Սինգապուրը 730 քառակուսի կիլոմետր է։ 730 քառակուսի կիլոմետրի վրա գիտեք ինչքան մարդ է ապրում։ 5.5 միլիոն մարդ է ապրում։ 730 քառակուսի կիլոմետր ավելա։ Սա նշանակում է իրանք 10 անգամ ավելի լավ են ապրում, քան մենք Հայաստանի Հանրապետությունում։ Բայց սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունում ոչ թե 3 միլիոն, 6 միլիոն, 7 միլիոն, 10 միլիոն մարդ կարա ապրի։ Գիտեք, ինչ պայմաններում դա կարա տեղի ունենա։ Երբ որ մենք խաղաղվենք եւ տնավորվենք, երբ որ մեր մտածողությունը ենթագիտակցությունը այն չլինի, որ մենք պանդուխտենք եւ սա մեր հերթական պանդխտային հանգրվանն է։ Մենք ասում ենք վերջ սա պանդխտային հանգրվան չի, մենք տեղ ենք հասել։ Եվ երբ որ մենք այս գիտակցենք, հասկանանք, որ սա մեր տունն է, մենք հասել ենք տեղ, մեզ պետք է կենտրոնանալ մեր բարեկեցության, մեր երկրի բարեկեցության եւ այս պետությունը սերնդեսերուդ մեր սերունդներին փոխանցելու խնդրի վրա, մենք կենտրոնանանք աշխատանքի վրա, մենք կենտրոնանանք կրթության վրա, մենք կենտրոնանանք աշխատանքով մեր երկիրը ավելի բարեկեցիկ դարձնելու վրա։ Ինչի եւ անում ենք։ Ժողովուրդ ջան, Գորիսում այս ամեն ինչը որ տենում եք, ինչի հաշվին է եւ ինչի շնորհիվ է։ Ում շնորհիվ է ժողովուրդ։ Ոչ, ձեր շնորհիվ է։ Ձեր շնորհիվ է, որովհետեւ այդ փողոցը ոնց է ձևավորվել։ Ձևավորվել է հետեւյալ կերպ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները աշխատել են, հարկեր են վճարել, ով է աշխատում ընդհանրապես, ով կա աշխատող մարդ։ Աշխատող մարդիկ վճարում են եկամտային հարկ եւ այլն։ Այդ եկամտային հարկերը եկել ձևավորվել է բյուջե, գույքահարկ են վճարել համայնք, համայնքի այդ գույքահարկը եւ պարտադիր վճարները եկել է ձևավորվել է համայնքի բյուջե, համայնքն ու կառավարությունը ասել են ծրագիր անենք, հաստատել են, ինչ որ ծրագիր 50% համայնքն է ֆինանսավորել, 50% կառավարությունը, մի ծրագիր 60% համայնքը, 40% կառավարությունը, մի ծրագիր 30% համայնքը, 70% կառավարությունը։ Բայց նաեւ այդ գումարները գիտեք ոնց են ձևավորվում։ Երբ որ դուք մտնում եք խանութ, մի բան եք առնում, ՀԴՄ եք վերցնում կամ չվերցնում։ Եթե վերցնում եք, այդ ձեր առած ապրանքի մեջ 20%-ը հարկն է, այդ հարկը գալիս է, մտնում է պետական բյուջե, հետո վերադառնում է ձեզ։ Փողոցի տեսքով, դպրոցի տեսքով, մանկապարտեզի տեսքով։ Եվ ես էդ եմ ասում, որ մենք պետք է հասկանանք, որ մենք տնավորվել ենք, հետևաբար նաեւ դուրս մի եկեք, ոչ մի անգամ գնում անելիս, մի մոռացեք, եթե դուք վաճառողն եք, մի մոռացեք ՀԴՄ կտրոն թողարկել, եթե գնողն եք, մի մոռացեք ՀԴՄ կտրոն, որովհետև այդ փողոցները հրաշալի բանում, ասում է Գորիսում, Գորիսի ժողովուրդը նոր փողոցյան դրել է Պալմաների փողոց։ Գորիսում այո պետք է լինի Պալմաների փողոց, ինչքան դուք ՀԴՄ վերցնեք, այնքան Գորիսում Պալմաների փողոցի
Կարող է պալմա չլինի, վարդերի լինի, կակաչների լինի, չգիտեմ։ Ես որ փոքր էի դպրոցական տարիներին եկել են Գորիս, ճիշտ եմ հիշում, բանի կերասի ծառեր կա։ Ահա որ տպավորվել էր, որ Գորիսում փողոցներում կերասի ծառեր կան, եւ այդպես շարունակ։ Եվ հետեւաբար այս ամեն ինչը ինչի համար եմ ուզում ասեմ ժողովուրդ։ Մենք պետք է հաշտվենք մեզ հետ։ Մենք պետք է հաշտվենք մեր պատմության հետ, մենք պետք է հաշտվենք մեր ձախողումների եւ նաեւ մեր հաջողությունների, որովհետեւ մենք այս ամեն ինչի միջով անցել ենք եւ ձեռք ենք բերել իրական անկախություն, իրական ինքնիշխանություն, իրական պետություն, իրական Հայաստան եւ իրական ապագա 2021 թվին մենք ձեզ եկանք ասենք ապագա կա այսօր եկել ենք ասելու որ ապագան էսա ապագան այդ պալմանների փողոցն է այդ ապագայում էր մենակ հնարավոր որ Գորիսում լինի պալմանների փողոց եւ հետեւաբար մենք մեր այսօրվա ապագան պետքա պաշտպանենք եւ հետեւաբար ձեզ բոլորիդ կոչ եմ անում եւ խնդրում ենք 2026 թվականի հունիսի 7-ին գնալ ընտրական տեղամաս եւ տեր կանգնել պետությանը, տեր կանգնել խաղաղությանը, տեր կանգնել անկախությանը, տեր կանգնել Հայաստանի Հանրապետության հարատևության օրակարգին եւ ամենակարևորը տեր կանգնել մեր նահատակների հիշատակին, որովհետեւ մեր նահատակների հիշատակը հարգելու ամենազդեցիկ ձևը է ուժեղ կայացած, բարեկեցիկ, ինքնիշխան զարգացող եւ զարգացած Հայաստանի Հանրապետությունն է, անվտանգ Հայաստանի Հանրապետությունն է, իսկ այսօր Հայաստանի Հանրապետությունը անվտանգ է առավել քան երբևէ, պետությունը քան երբևէ, ինքնիշխանը քան երբևէ, եւ մեր ապագան այսօր է եւ մենք այսօրվա ապագան այլևս երբեք բաց չենք թողնելու, փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը, շնորհակալ եմ։ Եվ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք ընտրություններ 2026-ին քվեարկում ենք 16-ին, ճիշտ է։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք ընտրություններ 2026-ին քվեարկում ենք ընտրություններ 2026-ին քվեարկում ենք 16-ին, որովհետև խաղաղությանը տեր ենք, պետությանը տեր ենք, ապագային տեր ենք, մեր նահատակների սուրբ հիշատակին տեր ենք եւ կրկին անգամ փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը եւ ժողովուրդ ջան գնալուց առաջ ուզում եմ տեղեկացնել նաեւ որ վաղը նաեւ Կապանում հանրահավաք ունենք, չնայած մի Գորիսում ունենք մեծ հանրահավաք կա չգիտեմ էլ հայտարարեմ վաղը Կապանում 7:30 տենց ենք այս տարի տենց ենք պլան ընտրություններում որ մարզի բնակավայրերում ունենանք հանդիպումներ եւ ամփոփենք մարզկենտրոնում հանրահավաքում կամ քաղաքներից մեկում վաղը 19:30 Կապանում հանրահավաք որտեղ ավելի մանրամասն կխոսենք, ելույթներ կլինեն, մեր գործընկերները ելույթ կունենան, մեր գործընկերներն են, չգիտեմ, առիթ ունեցաք հանդիպելու, Արարատ Միրզոյանն է այստեղ արտաքին գործերի նախարարը, Ալեն Սիմոնյանն է այստեղ, Անահիտ Ավանեսյանն է այստեղ, Սուրեն Պապիկյանն է այստեղ, Պաշտպանության նախարար, Հայկ Օնջորյանն է այստեղ, Ռուբեն Ռուբինյանն է այստեղ եւ բազմաթիվ էլի գործընկերներ, ֆինանսների նախարարին եմ տեսնում, Հասմիկ Հակոբյանն է այստեղ, այո, եւ էլի բազմաթիվ գործընկերներ։ Սիրելի գորեցիներ, սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ եւ խոնարհվում եմ բոլորիդ առաջ։ Շնորհակալ եմ շատ։ Եվ ժողովուրդ ջան, արդեն մենք պետք է գնանք, որովհետև Էսա կմոտենամ, սենց կմոտենամ, հարցեր